Վանաձորում դժվար են ազատվում մահաբեր խողովակի ճիրաններից։ Մի քանի ժամ է պահանջվել 20 տոննա կշռող հսկային հանելու համար։ Այս տրուբի հանելը այնա մի մեծ փրկություն է մեր թաղամասի համար։ Այս խողովակը անունը դրել են մահաբեր խողովակ, մահաբեր տրուբա։ Սա մեր թաղամասի համար մահվան վկայական է։ Ինչքան մարդու գլուխ կերավ։ Շատերը շունչ են քաշում, երբ գետից հանում են այն։ Էլ կյանքեր չի խլի։ Կարծես անիծվածիր լինի, որից փորձում են հնարավորինս շուտ ազատվել։ Բայց մարդիկ կամ Վանաձորի 3-րդ մաս թաղամասում, որ ծանր են տանում, իբրև կամրջակ ծառայող խողովակով, ավելի արագ էին անցնում գետը։ Տունը մոտիկա, ես եկով ես գցում եմ մտի, սենց անց եմ կենեմ, որ տուն կենեմ գալու, բերերի վանեմ գալու։ Էլի դեպքեր են ասում են այստեղ եղել։ Չգիտեմ, ամեկը մի բան ասում են, սուտի մուտի, ես չեմ իշան, որ էլա ծելի։ Օգուտ էր էլի վնաս չեր ես։ Այսինքն դեմ եք, որ հանել են։ Հա, բա իհարկե։ Զայրույթից պայթում է մի ուրիշ վանաձորցի տղամարդ, երբ ականջն է ընկնում այս խոսակցությունը։ Սա կամուրջ էր, սա մահվան վկայական էր։ Բա մի մահվան վկայականը մեր թաղից հանում ենք այս մահաբեր խողովակը ասպես կեն հանը, մամոթա։ Եվ իրենց են մեղադրում վանաձորցիները եւ քաղաքային իշխանություններին։ Ինչու խորհրդային միության տարիներից մնացած խողովակը այսքան տարի չեն հանել փամբակից, այդքան պատուհասած փորձանքներից հետո էր։ Շատ վատավոր դեպք է կատարվեց, նոր հանվեց, բայց իրոք ոչ թե դեպքը կատարվի նոր անենք, ապա անենք, որպեսզի դեպքը չկատարվի։ Վանաձորի համայնքապետարանից վստահեցնում են, որ առնվազն վերջին 4 տարիներին իրենց որևէ մեկը չի դիմել խողովակը ապամոնտաժելու խնդրանքով։ Միշտ ես չէ, բայց դիմող եղել է։ Ինչ պատասխան են ստացել, ինչ գիտեք։ Կանենք, զարմացել ենք, որ եկել է։ Վանաձորցիները պատմում են, որ այսօր էլ քիչ էր մնում փրկարարներից մեկը խողովակի զոհը դառնար, նախքան այն ապամոնտաժել է։ Արտակարգ իրավիճակների աշխատողը այդ խողովակի վրով անցնելուց ընկավ մեր աչքի դեմը։ Ընկավ հետել գետի հակառակ կողմը, գետը կոլորեց, քշեց, կոխեց տրուբի տակով։ Փրկարար ծառայության 125 ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ անօդաչու թռչող սարքերով են այսօր որոնումներ իրականացնել, անարդյունք։ Դեռ փամբակի ջրերում է 13-ամյա աղջնակը, որի քրոջ անշնչացած մարմինը չորեքշաբթի առավոտյան դուրս բերեցին Վարարած գետից, ծառի արմատներին ու ճյուղերին փաթաթված։ Գանա Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։